Այս շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է անել երրորդ հեղափոխությունը։ Բարև ձեզ, եթերում խորագիրն է, ես Գևորգ Մինտերյանս եւ Ավետիք Քերոբյանը կամփոփենք անցաչափածվա գլխավոր իրադարձությունները։ Ողջույն։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երրորդ հեղափոխություն է անելու, որը ճիշտ ասած հարցեր է առաջանում, որովհետև ոչ 18 թվիներ հեղափոխություն, ոչ էլ եւ չգիտեմ 21-ը նկատի ունի եւ այլն, գուցե, բայց ինքը նկատի ունի, ասենք հոկտեմբերյան հեղափոխությունը, երիտթուրքերի հեղափոխությունը, գուցե մեծ հեղափոխությունը, ֆրանսիական մեծ հեղափոխությունն ու իհարկե պատմական բանով դժվար ասել, թե ինքը իր սկիզբը որտեղից է վերցնում, բայց ամեն դեպքում ասում է, որ հեսա լինելու է հեղափոխություն։ Բայց եթե ինքը նկատի ունի այն, ինչ տեղի ունեցել 18 թվականին, այսինքն ուղղակի իշխանափոխություն, իշխանության հանձնում եւ փոխանցում եւ նկատի ունի, ասենք 21 թվականին ինչ ա եղել, որը անհնար է ինչ որ ձևի ասել բացի բարդ պայմաններում, հոգեբանական ծանր պայմաններում, ճգնաժամային պայմաններում ընտրությունների անցկացումից, որը ուղղակի ընտրություն է եղել եւ խորհրդարան է ձևավորվել, ապա ուրեմն կարելի է կանխատեսել, որ երևի թե ոչինչ էլ տեղի չի ունենալու, կամ եթե հեղափոխություն նկատի ունի, գուցե նկատի ունի, որ իրեն են գահանկեցանելու, էլի, ինքը արդեն տեսնում այդ նախադրյալները, թե ինքը ոնց է հեռանալու։ Ամեն դեպքում պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը տերմինների օգտագործման հետ լուրջ խնդիր ունի, բառերը ճիշտ չի օգտագործում, ու սա ինձ հիշեցնում է մեր գրականության ամենից պայծառ հերոսներից մեկի ընկեր Բ Փանջունու կերպարը, որը փոքր ժամանակ ուրեմն շինեց։ Այո։ Բաժակները ջարդում էր եւ այլն, հայրը ասում էր ինչու ջարդեցիր, ասում էր ոչ, ես գշինեմ եւ ուրեմն չէր համաձայնվում, որ ջարդելը նշանակում է ջարդել, այլ ասում էր, որ դա նշանակում է շինել։ Ու երևի թե սա է նաեւ պատճառը, որ այս վառ զուգահեռն է պատճառը, որ Երվանդ Օծյանի 150-ամյակը 2019 թվականին Հայաստանում ընդհանրապես չնշվեց։ Չհիշատակվեց։ Չհիշատակվեց։ Միայն գրականագետների նեղ շրջանակում երևի դրա մասին հիշում էին։ Գիտաժողովը չեղավ։ Գիտաժողովը չեղավ, ընդհանրապես հիշում էին դրա մասին, բայց դե վերադառնանք ասենք այս հեղափոխական մեգալոմանիաներին, որ իրենց վերագրում են ինչ որ դարակազմիկ գործողություններ, միակ դարակազմիկ բանը, որ Հայաստանում տեղի ունեցել, դա դեգրադացիան է։ Ամեն ինչի դեգրադացիան, արժեհամակարգի դեգրադացիան, հանրային համերաշխության լիակատար ոչնչացում եւ մնացած ամեն ինչի պաշտպանության, չգիտեմ, սոցիալական, տնտեսական, եթե ինչ որ թվեր են փորձում նկարել, բերել դնել սեղանին եւ ասել, որ սա լավ բան է, այդ լավի հետեւում լիքը վատ բան է կանգնած։ Ասֆալտի աննախադեպ, այսպես ճակերտավոր ասֆալտապատման հետևում կանգնած է պետական պարտքի հսկայական աճ։ Ու չմոռանանք, այդ հսկայական աճի մի մասը տեղի ունեցավ այն 18 թվականին հաջորդող 2.5 տարվա ընթացքում, երբ ՏԿ-ն նախարար էր կամ նորանշանակ ՏԿ-ն նախարար էր այսօրվա պաշտպանության նախարարը, որ շարունակում է մեծ փողի եւ փողի մեծ ծախսի վրա վերահսկել, փողի մեծ ծախս վերահսկել եւ այն ժամանակ էլ նույն կերպ վարչապետի տեղակալ էր Ավինյան Տիգրանը, որը էլի վերահսկում էր մեծ փողի ծախս, հիմա շարունակում է վերահսկել փողի մեծ ծախս եւ երբևէ այս 3-ի միջև որևէ սև կատու չի անցել որևէ կերպ։ Ես համաձայն եմ քո ասածի հետ, որ տեղի ունենում դեգրադացիա տեղի ունենում ուրեմն գաղափարների մակարդակում, այլևս մեծ գաղափարներ չկան, ինչ որ բոլոր հասարակական խմբերը, քաղաքական խմբերը, մարդիկ եւ այլն մտածում են շատ մանր եւ հիմնականում մտածում են փողի մասին, փողն է մեր հասարակության
միակ շարժիչ ուժը դարձել ցավոք սրտի։ Միակ բանը, որի շուրջ կարողանում են պայմանավորվել։ Ու ասենք over փողի մասին չի մտածում, ինքը համարվում է գիժ, ասենք ասում են սա գիժ է, որովհետև հեռ է պետք մնալ սրանից։ Երկրորդ մակարդակը կրթության դեգրադացիան է, որ հետևողականորեն 90-ականներից սկսած մինչև հիմա մեր կրթությունը անկում է ապրում։ Իդեպ ես այս վերջերս մեծ հարցազրույց արեցի մեր լուսավորության նախկին նախարար Աշոտ Բլյանի հետ։ Այո, միակ նախարար լուսավորության, որովհետև դրանից հետո ինքը այդ հարցին ասաց ինչու դպրոցը չի ձևավորվում, ասաց իսկ անկախությունը պետություն ձևավորվում է, որ դպրոցը ձևավորվի ու ճիշտն ասած ես համաձայն եմ դրա հետ, որ այս հավու ձվի պատմությունն է, էլի որ նա առաջինը, որտեվ դպրոցը պիտի ձևավորի պետություն պիտի ծնի այդ դպրոցը։ Եվ մենք տեսնում ենք նաև ճաշակի դեգրադացիա, որ ասենք այն ինչը որ թվում է թե առաջին հայացքից, ասենք 90-ականներին, չգիտեմ, սև գույնի շորեր էին մարդիկ հագնում, չգիտեմ, այդ գույները ավելի քիչ էին եւ այլն, բայց մեծ հաշվով ճաշակը կտրուկ անկում ապրել այն ժամանակ ռաբիսը այսքան բան չէր, ամաչում էին, չնայած անկախության ինչ որ մտ փուլ եկա, որ այդ ռաբիսը շատ բան եղավ, տարածվեց, բայց ամեն դեպքում ճաշակի դեգրադացիա ակնհայտորեն կա, էլի։ Ամեն դեպքում սա մեր չինքնակազմակերպվելու ամենավառ բաներից մեկն է, ապացույցներից մեկն է, որ մենք որպես հանրույթ, որպես ազգ չենք կարողանում ինքնակազմակերպվել ու մեր պետությունը չի տանում մեզ զարգացման։ Օրինակ ասենք 90-ականներին մենք ունեինք, չգիտեմ, 50,000 գիտաշխատող, հիմա ունենք կարծեմ 4,000 գիտաշխատող։ Մի քիչ ավելի, բայց հիմա շուտով դա էլ չենք ունենալու, որտեղ ակադեմիան արդեն լուծարվում է եւ չի լինելու։ Այս ակադեմիայի թեմայով, ուրեմն այս շաբաթվա կարևոր իրադարձությունն այն էր, որ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, որովհետև ցուցումի համաձայն դիմումի համաձայն հիմա պատմությունը հերթով գնանք։ Ուրեմն պատճառն է, որ Ամերիկայի փոխնախագահ Վենսին տարել է Սումգայիթի Խաչքարի մոտ, նվիրել է Արցախի մասին գիրք եւ դա Նիկոլ Փաշինյանը իր ճեպազրույցում համարեց անթույլատրելի քայլ, որ ինքը ունի Հայաստանը մի արտաքին քաղաքականություն, Գզոյանը չի ենթարկվել այդ քաղաքականությանը փաստորեն եւ բան է արել, ինչ որ Արցախի մասին գիրք է նվիրել, որը ուրեմն պատերազմի հրահրում բան արեց, էլի գնահատեց։ Դե այտենց մի ցուցումով դիմում գրածել դե մտ նստած է իրանում, որովհետեւ բայց իմ մոտ մի քիչ ուրիշ վիճակ էր, իմ պաշտոնավարման համար ուղղակի անտանելի պայմաններ են ստեղծվել եւ ես ուղղակի չէի կարողանում հայլու մեջ նայել ինքս ինձ հաշիվ տալով, որ օրվա մեծ մասը ծախսում անօգոտ եւ ապարդյուն անարդյունք գործերի վրա, բայց Էդիտա Գզոյանը առաջինը չէ։ Հիշում ես դիպարի դրմեր։ Արի, բայց այս Գզոյան դեպքը հերթով գնանք, էլի։ Ուրեմն այստեղ մի քանի մակարդակ կա։ Առաջին մակարդակն է, որ սա ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի քաոտիկ իշխանության մասին, այսինքն որ Հայաստանում շունտիրոջը չի ճանաչում։ Այս Գզոյանը իրենց կադրներ, իրենք բերեսարկել էին տնօրեն եւ պետքա ասենք աշխատակազմից կամ ԱԳՆ-ից ինչ որ մեկը զանգել, իրան ցուցումներ տար, թե ինչ պետքա լինի, բացի նրանց որոնք չեն եկել, չեն ուղեկցել Վենսին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը միջև Պարկովկա էր բերել բանին, Վենսին, Պարկովկայից հետո ուրեմն բաներ, տնօրեններ, ոնց որ ասենք Պարկովշիկ լինի, էլի նախարար, ասենք կանգնեք աչարը ձախարը եւ այլն, ուղղակնա եւ այլն, բան, հետո նորից Պարկովկայի մոտից այդ բաներ արել, դիմավորել էր Վենսին, ինչը խայտարակություն է, բայց պետքա ինչ որ ցուցումներ ստանալ, էլի այդ կինը, որ ինչ պետք է անի, ոնց պետք է ինչ խոսա, ինչին ուշադրություն դարձնի, որովհետև նորմալ պետություն, այդպես ասենք, պետական համակարգը բան է, բայց ըստ երևույթին ոչ ոք ոչ մի ցուցում չի տվել։
իրենց մարդ հանդիսացող Գզոյանին եւ Գզոյանը ինքը իրեն ինչ որ բան արել, քայլ արել։ Հիմա չգիտեմ, դա ճիչա իր մեջ հայրենասիրական կամ չգիտեմ, բայց ամեն դեպքում պարզ է, որ այս կինն է, որ թույլ է տվել այդ հուշահամալիրի վերանորոգումը, որը ինչպես մեր եթերում էլ Հայկ Դեմոյանը ասաց, դա քրեական գործ է եւ դատվել են դրանով։ Դե այնտեղ դերի վանդալիզմ։ Այո, վանդալիզմը տեղ ունեցել։ Թույլ է տվել են փաստաթղթերի այրումը, որը այսպես շոկի ենթարկեց մեր հասարակությանը։ Դրանք իբր թե կրկնօրինակներ էին։ Իբր կրկնօրինակներ էին։ Չգիտեմ, կարող է իր ժամանակ չէր, դա կարծում նախորդ տնօրենի ժամանակ էր այդ ֆոտոները, որ եւ փաստաթղթերը, որոնք որ Հիմա այս ընթացքում ինքը երբևէ ձայն չի հանել Նիկոլ Փաշինյանի ոչ մի ասացի վերաբերյալ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցեղասպանությունը կասկածի տակ է դրել, որ պիտի հասկանանք ինչ ա եղել եւ այլն։ Ինքը ոչ մի ձև չի խոսել եւ հիմա էլ չի խոսում։ Այսինքն հիմա իրան հանել են, ինքը դուրս է եկել եւ այլն, բայց էլի չի խոսում, չէ՞։ Հետեւաբար, ուրեմն մենք գործ ունենք մի հատ ինչ որ գորշ դեմքի հետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը կցված մեկի հետ։ Հարմար տեղավորված եւ հարմար այս ամեն ինչի հետ էլ հաշտ ինչ որ երրորդը ստորացումը։ Իրեն ստորացրել են, ինքը համաձայնել է ստորանա դրա այդ պարագայում էլ, այսինքն տնօրեն, որին նշանակել են փոխտնօրեն։ Այսինքն ոնց որ այն ոստիկանապետերին, որ հանել են, տարել են քարտուղարուհի նշանակել, հիմա այդ կարգի բանը Նիկոլ Փաշինյանի պատիժը դա է, որ կարող է ասենք սարքին օգնական տնօրենի, բայց խղճացել են եւ սարքել են փոխտնօրեն։ Էս էլ մարդու, ասենք, արժանապատվության մասին խոսող փաստ է, էլի։ Մյուս բանը այն է, որ ուրեմն այդ ինստիտուտը բողոքում է, չգիտեմ, ինչ որ լավ տնօրեններ եւ այլն, ինչ է իրան հեռացնում բան, բայց էլի ոչ մի գործողություն չկա։ Այսինքն ինչ էին ասում, ինչ որ բաներ էլի օդ անցավ։ Ուղղակի խնդրում են աշխատանքից չհանել։ Չհանեցին, նշանակեցին, ինչ որ ուրիշ տեղ գործազուրկ չմնա։ Մենք իրականում գործ ունենք, այո, դեգրադացիա եւս մի էլեմենտ է, ավարտ է։ Ուսած իրակ ցույց է տալի նաև ապօրինությունների շղթան, որ Նիկոլ Փաշինյանը նախ ոտնահարվում է սահմանադրությունը, որովհետև պետք է լինի Հայաստանում ակադեմիական ազատություն։ Այսինքն ցույց է տալիս, որ ակադեմիական ազատությունը ոչինչ է։ Գիտնականը իրավունք չունի ինչ-որ կարծիք ունենալու, ինքը պետք է ենթարկվի կառավարությանը։ Ու սրանով պետք բացատրել են, որ այդ ամբողջական դիրեկտիվներ, այդ բաները հումանիտար բլոկը չի ստանում, թե ոնց է պետք անել բան, որովհետև Նիկոլ Փաշինյանը լավ չի պատկերացնում, ասենք գրականագիտությունը ինչ է, պատմագիտությունը ինչ է եւ այլն, ու դրա համար դիրեկտիվներ չեն ստանում, ոչ թե ինքը բարի է, ժողովրդավար է, չգիտեմ ինչ է եւ այլն, այլ հեսա ստանալու են դիրեկտիվներ, լավ բան է, էլի խոսում։ Մյուսը այդ ապօրինությունն է, որ ասենք դիում գրի դուսարի, դիում գրել ինչի պարտադրանքով է լինում, այսինքն ստիպում են, որ դիում գրի, դրա դիում գրելու իմաստը որ մարդը խնդիր ունի, դիումա գրում դուս է գալի, եթե դու ուզում ես իրեն հանես, դու իրեն կարաս հանես, ինչի չես հանում իրեն, ինչ ես մարդուն ստիպում, որ դիում գրի, չէ, դա այդտեղ կա ինչ-որ ոնց են ճնշել իրեն, գոռացել են վրան, ապտակել են իրան, ականջները քաշել են, վախացրել են, ինչ-որ մի բան արել են, չէ, այդ ինչ-որ մի բանը կարա քրեական բան լինի, այսինքն դա քրեական չի, դա իրավունքի խախտում չի, չէ, բայց այն որ պետությունը պետքա մի հատ եսիմ ինչ ունենա, գիծուն ունենա եւ այլն, դա խախտում է։ Ուրեմն մեզ լսողները երևի հարց կտան, ես ինչից են խոսում, այս տղերքը, երկիրը կորցրել ենք, արցախը կորցրել ենք, մնացած ապօրինությունը հերիք չի, այս մեկից են կպել, բայց իհարկե սա դեպքերից տարբերվում է նրանով, որ մենք գործ ունենք իրականում հայոց ինքնության խորհրդանիշներից մեկի հետ։ Հա, ցեղասպանության թանգարան ինստիտուտը ոչ միայն թանգարան ինստիտուտ է, նա նաև ցեղասպանության հուշահամալիրն է, ցեղասպանության հուշահամալիրի տնօրենն է նաև այդ Գզոյանը, եւ այն ինչ տեղի ունենում այդ հուշահամալիրի շուրջ չի բացատրվում որևէ տրամաբանությամբ, բացառությամբ արտաքին պահանջի
եւ այս կառավարության, այս իշխանության, այս վարչախմբի համաձայնության այդ արտաքին պահանջները կատարելու եւ խորտակելու ինչպես մնացած ինքնության հենասյուները, այնպես էլ այս մի հենասյունը վնասելու առնվազն այս փուլում, բայց հետագայում ոչնչացնելու, ինչի համաձայնությունը ես վստահ եմ, որ տվել են։ Մի հատ էլ հարց կա, որը լրագրող Թաթուլ Ակոբյանն էր բարձրացրել, որ ոնց է բարձրաձայնվել սա էլ էս պատմությունը, ասենք Ադրբեջանի հետախուզությունը իմացել է սրա մասին, պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը այս աղջկան հանի գործից։ Ինստիտուտից է ինչ-որ մեկը դանոս գրել, որ սենց բանա տեղի ունեցել, Վենսնա գնացել կարդացել ինչ-որ արձագանքել, ասենք Ամերիկայի դեսպանի զանգել ինչ-որ բան հարցրել եւ այդպես է բացվել։ Ոնց է բացվել այս պատմությունը։ Ես կարծում եմ, որ տնօրենը ուղղակի հաշվետվություն է գրել այդ միջոցառման մասին։ Ու դրանից հաշվետվություն է գրել, թե վերջի նյութական արժեքի դուրս գրումը տեղի ունեցել։ Հա, որովհետեւ ասենք այդ նյութական արժեքը գիրքը կամ ինչ-որ բան, հա, ինստիտուտի բալանսի վրա պիտի լինի։ Եվ այդ բալանսից դուրս գրելը հաշվետվության մեջ ներառելը եւ մնացած ամենը դա կարծում եմ, որ շատ պարզ այստեղ բացատրություն կա, այդ չի կարող հաշվետու չլինել այդ այցի հետ կապված, ասենք Միացյալ Նահանգների փոխնախագահի այցելության հետ կապված հաշվետվություն ամեն դեպքում գրել եւ հնարավոր է որ դա նույնիսկ գրված լինի իր ամսական հաշվետվության մեջ, որովհետեւ բոլոր պետական ոչ առևտրային կառավարությունների տնօրենները ամսական հաշվետվություն են գրում վերադարձ գերատեսչությանը։ Հիմա պարզը որ Վենսը եկել է դեռ փետրվարին, եւ այդ ամենը տեղի ունեցել փետրվարին եւ էս ինչ որ տեղի ունեցել Գզոյանի հետ, դա այդ այցի արդյունքում, բայց անմիջապես չի բացահայտվել։ Հա, չեմ կարծում, որ Ադրբեջանի հետախուզությունը կամ Միացյալ Նահանգների փոխնախագահի աշխատակազմը եղել է սրա արտահոսքի աղբյուրը, շատ բարձ բացատրություն ունի այդ հաշվետվություն կարդալուց ինչ որ մեկը կարդացել եւ գնացել տիկին նախարարին ասել որ գիտեք ինչ կա հələ մի հատ էստեղ ուշադիր նայ կարող աստեղ ինչ որ մի չեպեք հա նայել գնացել իր տնօրեն վարչապետին է հարցրել կարող աստեղ ինչ որ մի չեպեք նայել կատաղել է իր սովորական սկզբունքների համաձայն եւ քաոտիկ իրավիճակային այսպիսի արձագանք որը մենք քննարկում ենք բայց դա մեկն է շատ ու շատ դեպքերից Ես ուզում խորհուրդ տալ ցեղասպանության թանգարանի հաջորդ տնօրենին, ով նշանակվելու է, որ իրենք անպայման հյուրերին նվիրեն Նիկոլ Փաշինյանի երկրի հակառակ կողմը վեպը հանդիսավոր պայմաններում եւ դրանից հետո ոչ մի հարց չի առաջանա, ոչ մի խնդիր չի առաջանա, վաճառքը կապահովի, իրանք կարող նույնիսկ ասենք այն տարեվերջան հերոս, չգիտեմ ինչ մեր օրերի հերոսը, մեր ժամանակների հերոսը տես մրցանակ ստանան եւ այլն, չնայած իդեպ այդտեղի մեջ շատ հետաքրքիր բան կա, ես մի աղջկա եմ ճանաչում, որը ստացել էր այդ բանը, մեր ժամանակների հերոսը եւ հաջորդ օրը իրան աշխատանքից ազատել էին։ Այդ աղջիկը աշխատում էր Մատենադարանում։ Ես ճանաչում եմ այդ մրցանակակիրներին, հա, շատերին կան իսկապես արժանավոր մարդիկ բայց այդ մրցանակը արժեզրկված է ոչ թե ստացողով արժեզրկված է տվողով այո իմ ընկերներին չեմ էլ շնորհավորել այդ մրցանակը ստանալու կապակցությամբ չնայած այլ պայմաններում եւ արժանի են եւ պետք է շնորհավորվեին բայց չեմ էլ շնորհավորել որովհետեւ այո այդ մրցանակը արժեզրկված է Բայց այդտեղ մի հատ ուրիշ հարց է գալիս, Ավետիք, որ պետք է մարդը վերցնի այդ մրցանակը, թե պետք չի վերցնի։ Օրինակ շատ մարդիկ ինչ-որ բաներից հրաժարվում են, չէ՞, դուրս են գալի աշխատանքից, չեն համակերպվում, բան չեն անում, բայց ինչ-որ մարդիկ էլ համարում են, որ դա իրենք Նիկոլին չեն ծառայում, այլ ծառայում են պետությանը, որ դա իրենց պարտքն են կատարում, իրենց վաստակի համար են ստացել դա, որտեղ իրականում ինչ-որ մարդիկ վաստակ ունեն, էլ իհարկե կան այդտեղ ինչ-որ խավել, որ դա դրանց օգտվում է եւ այլն, ինչպես միշտ եղել է, բայց պետք է արդյոք մարդը հրաժարվի դրանից, թե պետք չի հրաժարվի։ Տես եթե դառնում ես գործիք, իրականում այս ամեն ինչը օգտագործում է
PR-ի համար քարոզչական նպատակներով, հա, այստեղ կա այս երկակիություն, հա, արդյոք համաձայնվես քո վաստակի գնահատման հետ եւ վերցնես մրցանակը, թե հրաժարվես եւ չուզես չմոտենաս դրան, հա, գիտենք, որ կան օրինակ, ասենք, Նոբելյան մրցանակիրներ, որոնք որ հրաժարվել են իրենց Նոբելյան մրցանակներից ստանալուց են հրաժարվել։ Օսկարներից են հրաժարվել, եւ այլն, եւ բայց մյուս կողմն էլ կա, էլի։ Մեկ այդ մրցանակն է, մյուսը աշխատել է եւ դրսևորվել է։ Որովհետեւ օրինակ, ասենք, եթե դու զինվորական ես ու ծնվել ես, ասենք, Հիտլերի ժամանակներում, ասենք դու Գուդերյանն ես, դու գիտես, որ դու հանճար ես, կամ ուզում ես հասկանաս դու ով ես, չէ՞։ Հիմա դու գնում ես համագործակցության եւ բան ես անում, համաշխարհային պատերազմի ես մասնակցում ու դրսևորվում է քո բանը, հանճարը, կամ դու չես գնում եւ ինչ ես անում։ Ասենք ոնց կարա Գուդերյանը դրսևորվի, չի կարա։ Ասենք գնա գյուղում ապրի կամ բանանի կով։ Այստեղ կա մի քանի բան, հա։ Երբ որ խոսք գնում է միայն մասնագիտական դրսևորման հետ, հա, դու կարող ես լինել Գուդերյան, բայց չլինես այսպես մասնակից հոլոկոստի։ Իհարկե մասնակից չէ։ Գուդերյանը հոլոկոստի մասնակից չէ։ Հա։ Այո։ Կարող ես լինել Էրվին Ռոմել, հա, եւ չլինես հոլոկոստի մասնակից։ Բայց ինքը ծառայում է այդ հոլոկոստի կազմակերպչին։ Ծառայում է հոլոկոստի կազմակերպչին, բայց երբ բարձր դառնում է հոլոկոստի էությունը, իսկական ռեժիմի էությունը, դու գնում ես կազմակերպում ես մահափորձ կամ հեղաշրջման փորձ, Էրվին Ռոմելի նման, հա, որը հետո ինչ որ 44 թվականին կարծեմ մահացել, հա, այդ հեղաշրջման փորձի հետ կապված։ Ամեն դեպքում սա շատ բարդ հարց է, կարծում եմ։ Իհարկե բարդ հարց է, բայց հարցի լուծումը գտնում է գաղափարական, եւ խղճի եւ հավատամքի հարթությունում, ոչ թե մասնագիտական դրսևորման եւ իրացման, ինքն իրացման հարթությունում։ Այստեղ ավելի շատ պետք է այդ տեսանկյունից դիտարկել, քան ուզում ես լավ գիտնական քիմիկոս կամ ֆիզիկոս լինել, հա, բայց լինել, ասենք, Հայզենբերգ կամ Շրեդինգեր ծառայել գերմանական ատոմային պրոյեկտին, ոչ թե ամերիկյան ատոմային պրոյեկտին, ասենք Բորին, Էյնշտեյնի եւ Օպենհայմերի նման, էլի։ Բայց այդ էլ մարդը փորձում է իր ազգային մշակույթը զարգացնել։ Այսինքն իր ապրելը ինչ իմաստ ունի, եթե իր հայրենիքը դրանից չի հզորանում։ Միանշանակ, այստեղ միանշանակ բան չկա։ Հա։ Միանշանակ բան չկա։ Իդեպ մեր ազգային մշակույթի առանձնահատկություններից է այն, որ մարդը, որը օրինակ մնում է Հայաստանում եւ ինքը, ասենք, բանը քիմիկոս է, չէ՞։ Մենք իրանով այդքան չենք հպարտան, որ ինքը դարձել է դոկտոր, ինչ որ բան է արել եւ այլն։ Պարզա, որ մեր միջավայրը, մեր լաբորատորիաները, մեր հնարավորությունները եւ այլն այն հնարավորությունները չեն տալիս, էլի որ մարդը աճի ու դառնա, ասենք, համաշխարհային գիգանտ, բայց ասենք ամերիկյան, ռուսական, չգիտեմ, ուրիշ երկրի բաները, միջավայրերը տալիս են այդ հնարավորությունը։ Մենք հպարտանում ենք այն հայերով, որոնք այդ օտար միջավայրերում հաջողության են հասել, նույնիսկ զինվորականության մեջ է դա, էլի, քան թե նրանցով, ովքեր մնացել են Հայաստանում եւ զարգացրել են Հայաստանը։ Բայց պետք է գնահատենք նաեւ թե հայրենիքի իրենք ինչ ծառայություններ են նաեւ մատուցում։ Դրսի հայերը։ Այ հիմա ես օրինակ բերեմ, ասենք Շարլ Ազնավուրի օրինակը։ Դե Շարլ Ազնավուրը մի հատ է։ Շարլ Ազնավուրը մի հատ չի։ Չէ, ասենք Շարլ Ազնավուրը միակ օտար պետությունում աճած մեծացած աստղը չի, որ հայրենիքի համար, Հայաստանի համար ինչ որ բաներ արել, հա։ Կան, ասենք, զինվորականությունը Իվանյանը, Դալիբալթյանը, Տեր-Թադևոսյանը, Գրիգորյանցը, Նորատեր Գրիգորյանցը եւ այլն, հա, որոնք աճելով, մեծանալով օտարության մեջ, օտար պետությունում, իսկ Սովետ միությունը դա օտար պետություն է իրականում, իրանք եկել վերադարձել եւ լծվել են Հայաստանի հզորացմանը։ Շարլ Ազնավուրը նույնպես եկել լծվել է Հայաստանի հզորացմանը։ Ես մի հատ բան պատմեմ, այս Ազնավուրի անունը որ տվեցինք, ուրեմն Ազնավուրի ծնողները գալիս են Երևան
եւ հյուրընկալվում են տատիկիս տանը։ Հիշեցնենք մեր ունկնդիրներին, որ Ազնավուրի ծնողները ցակումով Ջավախքից են։ Հա։ Եվ ես ու դու։ Չէ, բայց այդտեղ ուրիշ բան կա, որտեղ տատիկիս ընկերուհին Մելինե Մանուշյանն էր, Մելինեն գնացել էր վերադարձել էր Ֆրանսիա եւ Ազնավուրի ծնողները այցելում են Հայաստան, որ այսպես տեսնեին, ու դա երակամ շատ ողբերգական այցելություններ, որտեղ հետ գնալ ճանապարհին մայրը մահանում է օդանավակայանում, ու Ազնավուրը դրա համար էր ատում ռուսներին, որտեղ այդտեղ քաշքշոց ա եղել, չգիտեմ ինչ ա եղել, շատ ողբերգական պատմություն է։ Ուրեմն եւ տատիկս էլ հրավիրում այդպես բանին, ինչ որ ակադեմիկոսների, բաների, որ Ազնավուրի ծնողների հետ հանդիպման ընթրիք է լինում, նու ես շատ մոտավոր գիտեմ, էլի Աշոտ Հովհաննիսյանն է լինում այդտեղ ակադեմիկոս, ինչ որ տատիկիս մտերիմ ընկերների խումբն է լինում, ու այդտեղ ներկաներից մեկը Ազնավուրի հորը ասում են, իսկ ճիշտ է, որ Ազնավուրը Պիաֆի հետ հարաբերություններ ունի ինչ որ Ազնավուրի հայրն ու մայրը բան են անում ասած խառնվում են իրար, որ չէ ինչ եք ասում այդ տղան շատ բարոյական տղա է, հետո այդ Պիաֆը, որ ասած այդ հայկական բանը, որ ասենք ոնց թե մեր տղան հայ տղա է բան, ու դա շատ բնորոշ է, էլի, որ ինքը այնպեսի դաստիարակություն ստացել, որ չէր այդ արմատը շատ խորը ու շատ պինդ էր, էլի։ Ուրեմն շատ շեղվեցինք մեր թեմաներից։ Մյուս ուրեմն Նիկոլ Փաշինյանի ասածը այս շաբաթվա ընթացքում ուրեմն Եվրոխորհրդարանի իր ելույթին էր վերաբերում, որտեղ ինքը ակնհայտ զրպարտություն է թույլ տվել իրեն, որ բան հավաքագրված բարձրաստիճան եկեղեցականներ, բաներ, այլ բաների հետ ծառայող, որը բայց քանի որ ոչ մի նույնականացում չի ասում, թե ում նկատի ունի, այսինքն ոչ ոք չի կարա իրեն դատի տա, ասի դու ինձ ինչու ես, բայց համել այնպիսի տպավորություն ստեղծում, որ բան են անում, կոնկրետ բան ասում։ Սա արդեն երկրորդ դեպքն է, առաջինը Ալեն Սիմոնյանն էր խոսել մանկապիղծ ինչ որ բարձրաստիճան հոգևորականների մասին, էլի օթում, էլի ինչ որ բան, ոչ մոտավոր թվեր էր հնչեցրել, դա էլ ասենք էլի։ Եվ որ սա իրական սարսափելի բան է, որ ասենք ոնց կարա Պաշտոնյան իրեն նման բան թույլ տա։ Այսինքն եթե կա այդպիսի բան, ինչու՞ չեք ձերբակալում այդ մարդկանց, ինչու եք թույլ տալիս, որ ասենք գործակալներ լինեն մեր երկրում ու որոշիչ բան ունենան, կամ եթե կան մանկապղծություն կա, ինչու չեք բանանում, կամ էլ պետք է Ալեն Սիմոնյանին դատախազությունը կանչի, ասի մի հատ բացատրություն գրի, այս ում նկատի ունես, որտեղից է այս բանը, ինքը մեր տեղեկությունը, բան չեմ ասել, պարզ է, որ իր ինֆորմացիոն բանը ավելի շատ է, քան իմ ու քոնը։ Պարզ է, որ Իրանն, ասենք, ինքը ավելի ինֆորմացված է, բայց այդ ինֆորմացիան չպիտի մանիպուլյացիայի վերածվի կամ զրպարտության վերածվի, որը անընդունելի բան է, պետությունը հեղինակազրկող բան է, էլի։ Ի վերջո, ասենք, հա, ինչքան էլ փողոցից են եկել, ինչքան էլ, չգիտեմ, լրագրող են եղել, եսի ինչ են եղել, ԱՊՌՑ խոսացել են եւ այլն, բայց ի վերջո հիմա իրենք պետություն են ներկայացնում, մենք չպիտի իրենց այդպիսի բան թույլ տան, այդ խոսքը պիտի պատասխան ենթադրել, էլի։ Դե մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ պատասխանատվություն ընդհանրապես իրենց ասածներ չի ենթադրում, որովհետեւ նույնիսկ օրինապահ համակարգել կամ իրավապահ համակարգել դրան ասել դժվար է, իրենց գրպանի ամեն ինչն, հա։ Մյուս կողմից էլ պետք է հասկանանք, հա, ասենք ինչի այդ գործ ունենք։ Օրինակ Բագրատ Սրբազանին կալանավորեցին եւ հետը միասին 17 հոգի էլ կալանավորեցին, որոնց մեկ-մեկ բաց են թողել, մի քանի հոգի ընդամենը մնացել կալանավորված եւ շատ արագ, եթե հիշում ես, անգլերեն թարգմանություն տարածեցին խոսակցությունների, որ բարձվեց որ մոնտաժված է, որ բարձվեց որ կոնտեքստից կտրված է, ընդ որում այդ մոնտաժելու եւ կոնտեքստից կտրվելու եւ դրա մասին բարձրացային հայտարարել, որ դա այդպես չէ։ Հա, ոչ գլխավոր դատախազը պատասխանատվության կանչվում ազգային ժողովի կողմից ոչ քննչական կոմիտեի ղեկավարը եւ այլն, եւ ոչ ոք պատասխանատվություն իր ապօրինության համար չի կրում։
Հիմա դա որում սուտ խոսում են ոչ անվստահություն, դա մի կողմից արվում է PR-ի համար, չէ՞ որ ցույց տան, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, որ չգիտեմ ինչ են, սրանք գործակալներ են, ճիշտ է ձերբակալությունը եւ այլն եւ այլն։ Բայց մյուս կողմից էլ դա առաջացնում է դրա մյուս այն բացական էֆեկտը շատ ավելի մեծ է, որտեղ առաջացնում է անվստահություն պետության հանդեպ։ Հիմա ասենք եթե ինչ որ հարց լինի, ասենք ինձ որպես ասենք խմբագրի, ասենք ԱԱԾ-ն ինչու բան խնդրի կամ քննչական կոմիտե ինչու բան խնդրի կամ ինչու բան, չէ, ես պարզա որ ասել եմ չէ։ Ես պարզա որ արդեն մոտենալու եմ, այսինքն պետության խնդիրը ո՞րն է, պետության խնդիրն է, որ այն արմատացած բանը որ կա, որ ասենք, չգիտեմ, գրել չի կարելի, ես իմ ինչ չի կարելի, դա գործ տալա, չգիտեմ ինչ է եւ այլն, դա հաղթահարի, որպեսզի մարդիկ հավատան իրավապահ որ այդ բոլորը ապրեն նույն օրենքներով, նույն կանոններով, որ ինքը կարողանա վերահսկի, որ ինքը կարողանա օրենքը տարածի բոլորի վրա եւ այլն, չէ՞, բայց հիմա ինչ է ստացվում, ստացվում է որ վարչապետի կամ իշխող վերնախավի օրվա շահի համար, PR-ի համար իրենք այդ ամբողջ աշխատանքը լցնում են ջուրը, ու դա ասենք այլ ձևով քան ասենք մենթական վերաբերմունք, մենթական պահվածք, մենթական չգիտեմ ինչ գնահատելը հնարավոր չի, որովհետև այդ ասենք գործ սարքելը դա ինչ է։ Դա արդեն նշանակում է, որ դու այդ համակարգին էլ չես վստահում, էլ չի կարա այդ համակարգը քեզ ինչ-որ բան խնդրի, որպես քաղաքացու, որպես, չգիտեմ, ինչ-որ դիրք ունեցող մարդու եւ այլն, դու ասել ես, որ ես ձեր հետ գործ չունեմ, բայց դա ինչ է անում ի վերջո, դա կոտրում է պետության ողնաշերը։ Ականապատում են, ականապատել են եւ շարունակում են ականապատել պետությունը, երկիրը ընդհանրապես սահմանները ականապատելու փոխարեն որպեսի այնտեղ թուրք չկա նոր դիրքեր չդնի, ականապատել են ամբողջ հանրային տարածքը, հանրային տիրույթը։ Վախենում ես մի քայլ դնես, հա, եւ հաջորդ իշխանությունները վախենալու այդ քայլերանի, որովհետեւ այնպեսի ականներ են դրված, որ չգիտես ոտը դնես, թե ոտը քաշես, պայթելու ես։ Եվ պայթելու է ամեն ինչ իրականում, որովհետեւ այո, այս հանրային վստահության դեգրադացիայի պայմաններում որևէ քայլ լինի դա օրենքին համապատասխան թե հակառակ, գիտես որ միանշանակ գնահատական չի ստանալու, գիտես որ դու եթե օրինակ օրենքին համապատասխան քայլ անես, չգիտես ինչ արձագանքի կարժենա, որովհետև կան օրենքը խախտողներ, որոնք չեն պատժվում, կան օրենքը պահողներ, որոնք օրենքը խախտելու համար չեն պատժվում։ Լիքը այսպիսի բաներ կա, լիքը այսպիսի ականներ կա դրված եւ իրականում սա հետևանք է ոչ թե պատճառ, հա, դեգրադացիայի։ Մյուս կողմից էլ Ավետիք ջան, պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանի այս ասացները ապտակներ են մեր գիտակցությունը։ Այսինքն ինքը անընդհատ մեզ ապտակում է, մեր գիտակցությունը sense չափալախում է, չգիտեմ, սիլա է տալի ես ինչ անում, որը կարա ունենա արտնացման էֆեկտ։ Այսինքն մարդը ասում է, որ օրինակ երկու բաներ այս շաբաթ էլի ասած, մեկը Արցախի հիշատակումը բանա, Արցախի հանրապետությունը արտահայտությունը պատերազմի կոչ է, ճիշտ է, երկրորդը անկախության հռչակագրի մեջ, որ կոնֆլիկտ կա ու այդ Արցախի անկախության հռչակագրից պիտի հրաժարվենք, չէ՞։ Հիմա ընդհանրապես այս ձևակերպումը անկախության հռչակագիրը պիտի սահմանադրության մեջ չլինի։ Դա նշանակում է, որ ինքը անկախությունից է հրաժարվում։ Այսինքն ինչով է ինքը տարբերվում, ասենք 20 թվականին նոյեմբերին, ասենք Իջևան հասած Սարգիս Կասյանի կառավարությունից 1920 1920 թվականին։ Ինչով է տարբերվում։ Սարգիս Կասյանն էլ էր ասում, որ մենք բան ենք մեծ բանի մաս ենք եւ այլն, Հայաստանը սահմանները պահում է եւ այլն, չնայած իհարկե կեսի չաթը նվիրեցին բոլոր հարևաններին, բոլոր հնարավոր հարևաններին, Իրանի հետ չկարեցան սահմանը նվիրեն Նժդեի շնորհիվ։ Հիմա այս անկախություն բառից որ ինքը հրաժարվում է ու ասում է, որ կոնֆլիկտ ունի իր մեջ, sense պետք է հրաժարվել եւ այլն, չէ, երկրորդը Արցախը, այսինքն մենք երկու բանի հիման վրա ենք ձևավորվել, հիմա ասենք ապտակումը։ Հիմա ինչքան մարդ կա, որ ասենք Արցախի արմատ ունի, Արցախում գնացել ինչ-որ բան արել, աշխատել է, հանգստացել է, երկրի համար, ծառայել է այնտեղ, ինչ արել, երեխա կնքել կամ ամուսնացել, այո։
այդ բոլոր մարդիկ հասկանում են, որ այլևս Արցախ բառը չի կարելի տալ։ Ոնց որ ասենք փոքրիկ բաներ են, չէ՞, ասենք բաները, կողային բաները, ապակիները պետքա թաղանթները հանել, մի փոքրիկ դիմադրություն ալնում, չգիտեմ ինչ ալնում եւ այլն, բայց մարդիկ տեսնեն, որ դա բան չունի, ապօրինի որոշում է, հիմք չունի, ես իմիջ չունի, բայց ուժային պետությունը հասնում է նրան, որ դա ջարդում է։ Հիմա մյուս կողմից կա ընդդիմություն, որ ասում է ես ուզում եմ իշխանությունը վերցնեմ։ Մեծ, փոքր, հարուստ, աղքատ, տարբեր մարդիկ են, չէ՞, բայց ընդդիմությունը այդ պայքարները չի բանանում, չի կարող կազմակերպի, համակարգի, չգիտեմ ինչ անի եւ այլն, եւ այդ փորձել չի կարող ձեռք բերի պայքար գեներացնելու եւ այլն, չէ՞, դիմադրություն կազմակերպելու։ Եվ արդյունքում մարդը արդեն երբ որ այդ մանր հարցերը բարդվում է, մանր հարցերը, չգիտեմ ինչ ալնում, մեծ հարցերում արդեն մարդիկ բոլորը հասկանում, որ վերջել Արցախ բառը չի կարելի ասել։ Դե ես դրան այնքան էլ համաձայն չեմ, այն իմաստով, որ ընդդիմությունը իրականում բավական կրթվել է, հա, եւ կարողանում է այսպես միասնության կամ միավորման հարթակներ գտնել եւ միավորվել։ Հա, փոքր խմբերով ընդդիմության այսօրվա առաջնորդները իրենք որոշել են, որ միավորվելու կարիք չունեն, հա, ասենք ուժեղ Հայաստանը կամ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կամ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջարկ Հայաստանի Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, բայց ամեն դեպքում կան նաեւ այլ միավորումներ, որոնք շանս ունեն։ Իրականում շանս ունեն հենց այդ պատճառով, որ կարողացել են գտնել միավորման հարթակներ։ Սա դեռ չի նշանակում, որ իրենք շանս ունեն իշխանություն դառնալու։ Հա, դրա համար երկար ճանապարհ է պետք գնալ, պետք է հասունանալ այդ միասնություն, միավորումը պետք է ինքը դառնա ոչ միայն գաղափարական, այլ նաև տեխնիկական, հա, այսինքն կարողանա իր մեջ կարգավորումներ գտնել, որպեսզի այդ միասնություն լինի հարատև կամ միավորում լինի հարատև, եւ կարողանաս հասունանաս եւ հասնես այնքան մեծանաս այնքան, որ կարողանաս ինչ որ բայ իշխանություն էլ ձևավորել։ Բայց մյուս կողմից մենք կարիք ունենք նաեւ հեռանկար ձևավորելու։ Այսօր ոչ մի ընդդիմությունը հիմնականում չի կարողանում ձևավորել տեսանելի եւ հասկանալի հեռանկար։ Շատ քիչ է դրա մասին խոսակցությունը, ոչ վերջին հերթին պատճառով, որ Արցախում է եւ իր սպասավոր ընդդիմությունը, իրականում այն ընդդիմությունը, որ նստած է այսօր ազգային ժողովում, իրենք մանր հարցեր են քննարկում եւ այդ մանր հարցերի շուրջ մենաշնորել են այսպես տեղեկատվական դաշտը։ Հա, այդ մանր հարցերն են անընդհատ քննարկում։ Իհարկե, մի կողմից կարելի ասել, բա ինչ է, անկախության հռչակագիրը մանր հարց է, թե չէ։ Դա մանր հարց չէ իհարկե, եւ սահմանադրությունը նույնպես մանր հարց չէ, բայց սահմանադրությունը տես ոդատակի արվել այնքան, որ դրանից բան էլ չի մնացել։ Եվ մենք որպես հասարակություն չենք կարողանում պահանջ ձևավորել։ Եվ համաձայն չեմ, որովհետեւ այդ հակառակ բանը, օրինակ ասենք падգամավորը քաղաքական գործիչը, ինչ որ կրթություն հաստատছে, ինչ որ բաներ եւ այլն, բայց դա ավելի մեծ կալիբրի բան է, էլի, որ ասենք կոնցեպտ մշակի, ասենք կոնցեպտը ինչպիսին պետք է լինի։ Մենք հիմա ըստ էության ունենք 3 կոնցեպտ։ Մի կոնցեպտը դա այսպես ավելի շատ ընդդիմադիր բանն առաջարկում, որ մենք պիտի ավելի շատ մտնենք Ռուսաստանի թևի տակ, ավելի շատ բանանենք, պատասպարվենք, մեծ թևի բանը, դա որ Ռուսաստանը մեզ կպաշտպանի, չգիտեմ ինչ կանի եւ այլն, ինչը պարզա որ շատ խնդալի է եւ Ռուսաստանը ինքն էլ դա չի ուզում։ Երկրորդ թևը ասում է, որ եկեք կամավոր է հրաժարվել միջակայքից։ Երկրորդ, ոչ թե հրաժարվել, այլ պատահաբար հանձնել է մեզ։ Կամավոր հրաժարվել է։ Անակնկալ, ոչ թե պատահական, այլ անակնկալ մեզ համար հանձնել է մեզ։ Երկրորդ թևը ասում է, որ դե որ հանձնել է, եկեք ուրեմն բանանենք թուրքերը, եթե սա թուրքերը գալիս են, նախապատրաստենք իրենց գալը, չգիտեմ, ազդեցությունը, շահերը, ֆինանսները եւ այլն, դա արդեն իշխանությունը բնականաբար, որտեղ մենք հարևաններ ենք, մենք իրենց հետ պիտի ապրենք եւ այլն, ու բանի անխուսափելի չենք կարա դիմադրենք, ուրեմն եկեք հանձնվենք, պարկենք իրենց տակ եւ բանանենք, մեծ հաշվով սա է ասում իշխանությունը։ Երրորդ
ինչ որ խումբ, որը բացառված չի, որ իրական ռուսական ագենտուրան հենց իրենք են, որովհետև բացառված չի, իսկ մոտ կավաստահություն, որ գործակալները հենց իրանք են, էլի։ Հիմա եթե ասենք Ռուսաստանի ձեռնտու է, որ միշտ ինչքան Ռուսաստանում ունեցել է խնդիր, իր կենտրոնական եվրոպական հատվածում ինքը ծայրամասերին տվել է մի քիչ անկախություն, մի քիչ կոնֆլիկտ է հրահրել, մի քիչ չգիտեմ ինչ արել եւ այլն, միջև ինքը ուժեղան է ու հետ կա։ Ու այն որ ասենք Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ռազմաբազան մենք հանելու ոչ մի հեռանկար չկա, ով է ասել որ մենք գնում ենք արևմուտք, դες բան չկա, իր ֆրակցիան ոնց որ չի քվեարկել այդ բանի Եվրամիության անդամակցության օրենքի Եվրոդաշինքի օրենքի եւ բան ուղղակի այստեղ բանա ստեղծում, պատրանքա ստեղծում են, որ ակնհայտորեն արևմտյան դեսպանները, չգիտեմ, պետությունները եւ այլն եվրոպական, ամերիկան բանով ինչ որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ ասում են, որ ինքը պետք է ընտրվի, որը բացառված չի, որ լինի, ասենք, մեծ ինչ որ պայմանավորվածության հետևանք, օրինակ, ասենք, չգիտեմ, Ռուսաստանի հետ մի, ասենք, այն մնացած հարցերը քննարկելուց զատ մի նախադասություն անդրադառ խոսել են նաև Հայաստանի մասին եւ ինչ որ բան են պայմանավորվել, որ ասենք Հայաստանի ճապրանքներ գնում են Ռուսաստան, որտեղ Հայաստանը ապահովում է Ռուսաստանի բանը փակված շնչափողի այլընտրանքը։ Ինչ որ մի մասը Հայաստանը ապահովում, որտեղ եթե օրինակ երբ որ Վրաստանները անկախանում կամ անջատվում ռուսական ազդեցությունից, դուրս էր գալ այդ ազդեցությունից, ռուսական պաշտոնյաների հայտարարությունները այլ կերպ էին, այլ գործողություններ էին տեղի ունենում, ավելի դա տենց Մարիա Զախարովան չէր էլի խոսում ինչ որ շաբաթը մեկ ինչ որ բան ասում, ոչ է Սոլովյովն էր բանանում, այլ դա կոնկրետ, ասենք, ամեն օր համ Լավրովն էր դրա Սաակաշվիլիի մասին խոսում, Մեդվեդևն էր խոսում, ինչ ասես եթերներով չէին ասում, ու դա շատ երևում էր, որ ներվային հիստերիկ ինչ որ իրավիճակ է։ Իսկ Հայաստանի պարագայում նման բան չկա, հետևաբար ռուսների համար սա շատ վերահսկելի իրավիճակ է։ Եվ երրորդ խումբը, որը հիմա կա, այս գաղափարական բանը, որ կա, այն է, որ կան ինչ որ փոքրաթիվ անկախականներ, որոնք փորձում են հավասարակշռել այն եղած ազդեցությունները, եղած հիմնական բաները, եւ դու քեզի նկատի ունես։ Փոքրաթիվ ասելով շատ փոքրաթիվ։ Դե մեն իհարկե էլի ինչ որ մարդիկ կան, մտածող մարդիկ կան, որոնք հասկանում են, որ այդ Հայաստանի շահը այնա, որ Հայաստանը կարողանա կտրվել այս ազդեցություններից եւ ինչ որ մոդել մշակի։ Բայց այդ մոդելն էլ ըստ էության չի մշակվում։ Այսինքն շատ մեծ հաշվով դու մեղադրում ես падգամավորներին, որ իրանք դա չեն անում, բայց շատ մեծ հաշվով մեղավոր են գաղափարախոսները, որոնք չկան։ Իրականում այստեղ մի փոքր այլ է իրադրությունը, հենց երեք ես ինքս ներկայացնում էի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ, էլի զանգվածային էին ներկա եւ այլն, որում ուղիղ կերպով ձևակերպել ենք Հայաստանի ազգային շահը։ Այդ ազգային շահը հենց այն է, ինչի շուրջ մենք պետք է համաձայնության գանք, որպես հանրություն, եւ տանենք առաջ, դրա վրա ձևավորենք եւ իշխանություն, եւ ընդդիմություն, եւ հասկանանք այդ համատեքստում, թե իրականում Հայաստանի շահից խոսում եւ Հայաստանի շահերի կողմ աշխատում, իսկ ով դրա դեմ։ Խնդիրներից մեկը այն է, որ այդ ազգային շահը այսօր որևէ ձևակերպում հանրային հասկանալի ձևակերպում չի ընկալումը չկա, ձևակերպումները կան, ընկալումը չկա, ինչի համար ենք մենք այստեղ ապրում կամ ինչի համար ենք ուզում այստեղ ապրենք, իմ համար հասկանալի է ինչի համար ենք ուզում այստեղ ապրենք, որովհետև իմ ինքնությունը ձևավորվել է այս տարածքում, իմ ինքնության հիմքն է, հենքն է այս տարածքը, այն ինչ որ մենք ունենք ձևավորվել է այստեղ եւ այստեղից եթե ես գնամ կզրկվեմ իմ ինքնությունից, այսօր աշխարհում ինքնությունների պայքարը։ Այսօր աշխարհում եթե դու ինքնություն չունես, identity-ին, մենք ինքնությունն ու identity-ն մի քիչ խառնում ենք իրար հետ, բայց այն ինչ որ ոչ թե քոնը, այլ ինչով որով որ դու տարբերվում ես մյուսներից,
Հա, հիմա մենք ունենք լեզու, մենք ունենք գրականություն, մենք ունենք գիր, մենք ունենք մշակույթ բան, բայց դրանից ավել եւ դրանից ավելի առաջ մենք ունենք տարածք, որտեղ ձևավորվել է այդ ամեն ինչը։ Բնական է, որ այդ մշակույթը այստեղի բնությունից անջատ չի ձևավորվել։ Գրականությունը նույնպես, հա, ինչքան էլ որ ասենք, լավ է, նույն գրականությունը, ասենք, կարելի էր գրել արտասահմանները։ Վիլյամ Սարոյանը, ասենք, հայկական ինքնության գրողներից մեկն է եղել, բայց իր գրականությունը չի ձևավորվել Հայաստանի տարածքում, բայց իր արմատներն են այստեղ։ Ինքը հետ տարել են այդ արմատները, ծնողները, նախնիները տարել են տարածքից տարել են ինքնության մի մասը, որի հիմա վրա ձևավորվել է սարոյանական գրականությունը։ Շատ հետաքրքիր տեղ է ստանում։ Հա, եւ ոչ միայն, հա, այդ դրա մասին է խոսքը, բայց մենք ունենք տարածք, այո, մենք ունենք տարածք, մենք ունենք մեր Մասիսն ու Արագածը։ Հա, մենք ունենք մեր Վանն ու Նեմրութը եւ Սիփանն ու Թոնդրակը, հա, որը մեր ինքնության մասերն են։ Թոնդրակը չէ։ Թոնդրակը էլ չէ։ Հիմա արի գանք բանով, էլի կա տարածք ու կա պետություն։ Տարածքը աշխարհագրությունը, երկիրը, որը կարա նաև մաս կազմի այլ պետություն։ Ու քանի որ մենք Հայաստանի տարածքում անկախություն գրեթե չենք ունեցել, այս մի 30 տարվա բանը չհաշվեն, այն էլ շատ կասկածել է, էլի, ասենք, իրական անկախ ենք եղել, թե ասենք բանի Կրասնոդարի երկրամասի եսիմ ինչը կարացել է զանգի Հայաստանի նախագահային ինչը բաներ ներկայացնի կամ բան եւ դրա համար մենք այդ տարածքն ենք ընկալում, մենք պետությունը չենք ընկալում, օրինակ որ ասենք երկիրը երկիր չէ, դա է երկիր բառը Հայաստանի հետ երկիրը չունի բան, երկիր պետությունը չի։ Դե տես պետությունը ենթադրում է պետություն բառը ինքը ենթադրում է երկարատև տքնաջան աշխատանք։ Ինքը ենթադրում է պետությունը ուրիշ մակարդակ է։ Գիտակցության ուրիշ մակարդակ է։ Հիմա մենք Հայաստանին վերաբերում ենք որպես երկրի, չէ՞, բայց Հայաստանը պետություն է։ Հիմա պետությունը ինքը հոգևոր բան ունի իր մեջ, որտեղ ինքը մեզնից դուրս գտնվող մեծ համակարգ է, որը մենք ենք սարքում։ Ինքը պետք է ունենա այդ արժեքային հենասյուները, ինքը պետք է ունենա գաղափարը, ինքը պետք է եւ դա ենթադրում է երկարատև եւ տքնաջան աշխատանք, որը մենք սովորել ենք թողնել ուրիշների վրա։ Հիմա ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը տալիս է հեշտ դոֆամին, երջանկության հեշտ ձև։ Ախպետ, սարկածը անելու էլ բան չկա։ Այդ տքնաջան աշխատանքից ազատել է։ Ասում անգեր ջան, դու ինչ գիտես, այնտեղ ինչ կա, ինչքան դժվար աշխատանք կա, ինչ պիտի անես, ինչի համար պիտի անես, որ ինչ անի Հայաստանը, ինչի պիտի ասում Հայաստանը հզոր բանակ ունենա, ինչից հզոր պիտի լինի ասում այդ բանակը։ Ումից հզոր պիտի լինի։ Այն հզորը էլ իր համար լրված են իրար եսիմ ինչա, Սորեն Պապիկյանն էլ կառավարում այդ ամեն ինչը, ինչ ուզում անում են։ Հա, հով լրված են։ Ինչից հզոր լինի։ Ու մարդը ասում հա, ինչից հզոր լինի։ Այսինքն Թուրքիայից հզոր չես կարա բանակ ունենաս, Ադրբեջանից հզոր շատ դժվար է, նա տեսանք ինչքան հարուստ են իրանք եսիմ ինչ են, պարսիկները շատ են, չգիտեմ։ Այդ վրացիներից խի պիտի մենք հզոր, հա, 10000 զորախոհ ունեն, հա։ Հիմա ինչ որ արողը կարգային։ Հիմա հարցը հետևելն է, երբ որ դու ցույց ես տալի դժվար ճանապարհ, չէ՞, դու պետք է ինչ որ ձևով մոտիվացնես այդ մարդուն։ Դու ցույց տաս վերջնակետը որն է, շահը որն է, փառքը որն է, չգիտեմ։ Իսկ սենց ինչ ես ուզում, քո համար ուտելն է կարևորը, ու կեր, փողդ աշխատի, քո համար թուրքերը տնգերություն արա, էլ չեն գալու քեզ մորթեն, էլ բան չեն, եւ մորթենը դելով կասենք, եսիմ ինչ։ Դեպքեր եղավ կամ իրանց կամքով են ասում արցախցին են դուսի կի Արցախից, բան այդտեղ բան չկա, էթնիկ չկա, դեպքեր եղավ։ Հիմա բայց այն հակառակը որ սան ընդդիմանումը, չէ, ինքը ինչ է ասում։ Ինքը չի ասում, որ մենք էս ինչ ենք կառուցել։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ես 21 թվականին ասում եմ, որ ես բան ենք անելու, պատրաստվեք դժվարությունների, պատրաստվեք եսիմ ինչերի, չէ, բայց հանուն ինչի պատրաստվեք, չէր ասում։ Հիմա հանուն ինչինը, որ ասենք, որ ասում ես, որ ուժեղ Հայաստանն է լինելու, որ Հայաստանը չգիտեմ, չէ, բայց եթե դա լինել է Ռուսաստանի կազմը, ավելի լավ է ես էլ բան չանեմ, օրվա չգիտեմ ինչի մասին մտածեմ եւ դա չկարծում։ Մյուս իրական բանը էլ, սա նաեւ հոգեբանական պահ է, որ մարդը պետք է երջանիկ լինի։
այս հարցն է։ Որն է այդ երջանկությունը։ Եթե դու գնում ես ամենօրյա երջանկության հետևից, որ ասենք մի հատ ես իմ ինչ ծխեցիր, մի հատ ես իմ խմեցիր, մի հատ ես իմ ինչացիր, հաճելի էր, քեզ երջանիկ ես զգում եւ այլն, բան, հետո դու կործանվում ես, որովհետեւ դա բան չունի, էլի, արգելակ չունի։ Դու անդադ դա սկսում ես ինձ ռոպեական հաճույքների ճանապարհով երջանկությունը, բայց երբ որ գնում ես, այո, բայց երբ որ գնում ես դժվար ճանապարհով, այսինքն այս ճանապարհով, որ ասենք մյուսները ասում են, օ, այս բան հնարավոր էր անել, բայց ասենք այս տղան կարծավ դա անի եւ այլն։ Երբ որ դու գնում ես արդյունքների երջանկության ճանապարհով, բայց դու պետք է ի սկզբանե մի հատ բան ունենաս, ուսուցիչ ունենաս, որը քեզ դա բացատրի, ասի, որ գիտես, սա հեշտ ճանապարհ, ու միշտ այդ հեշտ ճանապարհը սատանայով է լինում։ Միշտ, որ ասենք հեշտ հաջողությունը, ինչ որ սատանայական բան կա այդտեղ, կամ ասենք դու ինչ որ ապօրինի բան ես վաճառում, կամ դու ինչ որ ապօրինի ես ինչ ես անում, կամ ինչ որ մի բան այդ հեշտի մեջ միշտ լինում է, էլի սատանայական։ Կամ ապօրինի, կամ ամբողջական, կամ բերում է գիրության։ Իսկ այն ինչը որ ասենք մենք համարում ենք որ աստվածային է, դա միշտ դժվարության հետ է կապված, որ դու բայց այս բաները, կոնցեպտները մշակված չեն։ Ոչ ոք սա չի սովորեցնում, ոչ ոք չի քարոզում, ոչ ոք սա չի բացատրում, որ դու այդ հեշտ հաջողությանը որ հասել ես, ո՞ւմ է պետք է հաջողությունը։ Ո՞մ է պետք է ասենք Ալեն Սիմոնյանի ազգային ժողովի նախագահ լինելը։ Եթե հետո 100 տարի ամաչելու են իր ժառանգները, որ ասենք այտենց պապ են ունեցել կամ այտենց հեր են ունեցել կամ այտենց ես ինչ են ունեցել։ Հասկանում ես, դա ո՞մ է պետք։ Այդ հաջողություն, արդյոք դա հաջողություն է։ Այդ արյան վրա, չգիտեմ, խարդախության վրա, ես իմ ինչի վրա կառուցված իշխանությունը, հաջողությունը, հարստությունը եւ այլն։ Այդ մարդիկ չեն հասկանում։ Ես թվում է, որ աղքատության այդ սովի բանը այնքան մեծ է մեր ժողովրդի մեջ, որ համաձայնվում են շատ արագ սատանայի հետ գնան։ Եմգեր Կարենը Վարդանյան լուսահոգի ասում էր, որ եթե ինչ որ մեկ ասում որ պետք է այս բան անել, միշտ հարց տուր ում է պետք։ Հա հիմա պետք է մենք մեզ այդ հարցը տանք մեր համար պետք այդ հարցը տալ այս որ մեզ ասում են երջանիկ եղեք ում է պետք որ մենք այսպիսի երջանկություն ունենանք այսինքն մարմնական հաճույքների երջանկություն ունենանք հաճույքներով երջանկությունը ինչ որ մեկին պետք է բացի քեզնից հա պետք է որ դու լինես այդ թմբիրի մեջ պետք է լինես այդ թմրակոնի մեջ որպեսզի քո այդ ինչ ուզենան անեն հա ձերքից տալն քո ինքնությունը առաջին հերթին քեզ դիմազրկեն հա ձերքից տալն քո տարածքը ձերքից տալն քո պետությունը վերջում քեզ չգիտեմ ինչ անեն հա եւ դու մնաս դու չկաս արդեն էլ չկաս հա դու կարող փորդ գուշտ լինի մարմինը տեղը հա բայց այդ արդեն էլ դու չես իսկ մյուս կողմից այն տկնաջան ճանապարհը որ արդյունքի երջանկության ճանապարհը որի վրա կառուցվել են կամ գրվել են մեր մեծերի կենսագրությունները հա որոնց մենք ձգտում ենք կամ որոնց մենք չասեմ պաշտում ենք կամ աստվածացնում ենք այլ որոնց մենք ուսուցան ու սովորեցնում ենք մեր դպրոցներում այդ դժվար ճանապարհն է այդ արդյունքի հիմա մեծ է շու հիմա ասենք մենք ասում ենք նարեկացի հիմա ասենք նարեկացին ինչ էր ուտում կամ ինչ էր խմում կամ ինչ էր ինչ դա կարևոր չէ չէ դա կարևորը իր ստեղծածը ինքը ստեղծել է մի բան որը ձևավորել է մեզ մենք հայ ենք որտեվ կա նարեկացի կամ ասենք մաշտոցը ինչ հաճույքներ էր դիմանում կամ ինչ հաճույքների չէր դիմանում դա կուշտ փորից լավ բան չի ծնվում այո ցավ պետք է լինի աշխատանք պետք է լինի ձգտում ինչ որ մի բանի հետ անհաշտություն անհամաձայնություն որ դու ձգտես բարձրանալ եւ այդ բարձրանալն է որ բարձրացնում է քեզ եւ բարձրանալու ձգտումը որ բարձրացնում է քեզ եւ մնացածին եւ որին մենք շարունակում ենք ձգտել եւ ավելի բարձրանալ դրանից մենք հիմա այդ դիմացկունության բանը չունենք ոչ երեխա փոքր երեխային երիտասարդին բան բոլորը ուզում են արագ հաջողություն հեշտ չգիտեմ ինչ բայց այդ որ դիմացկուն մարդը երկար գնում է ինչ որ ուղղությամբ ու հասնում է իր վերջնիկին դա չունենք ու մենք հիմա ոչ անհատական մակարդակում դա ունենք ոչ ազգային ազգովի դա ունենք էլի ես երբ որ գնաց ընդունվեցի առաջի կուրս հա մենք հետներ ստանում ենք մի քանի հատ ծանր հաստափորդ դասագիրք հա
մաթեմատիկայի կամ ֆիզիկայի մի քանի ծանր հաստատավոր դասագիր ենք տանում ամեն օր։ Իմ պայուսակը ծանր էր։ Այսօրվա ուսանողը դասի է գնում մի տետրով եւ մի գրիչով։ Մնացած ամեն ինչ եմ էլեկտրոն եւ ինքը չունի այդ չկա, հա։ Եվ շատ ուսանողներ դասին գնում թեվերը թափ տալով, բայց դրա հետ միասին նաեւ իրենք չգիտեն ինչի համար են գնում։ Իրենք չգիտեն, որ կամ չեն համարում, որ առաջի կուրսում արդեն պետք է գնան իրենց ապագա մասնագիտությամբ ինչ որ ձև առաջվա դասախոսներն են մեղավոր եւ բաները, ծրագրերը կրթական, որոնք, այո, համակարգերը, որոնք օրինակ ասենք բանասիրությունը 60-ականների հայ բանասիրություն 60-ականների ծրագրերով են անցնում, որը խնդալ է ուղղակի։ Այսինքն ոչ սովետը կա, ոչ սովետական Հայաստանը կա, ոչ լիքը բան զարգացել է, փոխվել է, կոդվածներ, գրքեր, ասեմ, քիմիան ու ֆիզիկաներ են անցնում 70-ական 80-ականների։ Տնտեսագիտությունն էլ, այո, կրոնի պատմությունն էլ, փիլիսոփայությունն եւ մնացած Մինչեւ 2000-ականների կարծեմ, ասենք 2005-6 թիվը, ասենք բան է, պլանային տնտեսություն էին անցնում։ Ես ինչ որ բան շփվում էի համալսարանի ռեկտորի ԺՊ Գեգամ Գևորգյանի հետ, եւ մի անգամ հարցրեց իրան, թե ինչպես է գնահատում, ասենք քո կրթական ծրագրի արդյունավետությունը։ Դու չես ասում, մեր հաղորդումը ավարտվի, դրա համար հիշեցիր իրան։ Չէ։ Ասես դե կրթական ունենք, ծրագիր ունենք, գնահատական է ստանում չափորոշիչներ կա բանկա եւ այլն, ասում իսկ գնահատել եք թե ասենք օրինակ 4 տարվա ուսումնառությունից հետո քանի տոկոսն է իրանց մասնագիտությամբ աշխատում։ Եվ բացում որ գնահատական նույնիսկ չկա։ Ասում հասրակ մի բան կա, եթե առաջի կուրսի ավարտին քո ուսանողների 80% արդեն աշխատում է իր ապագա մասնագիտության ոլորտում, այդ ոլորտում, հա, կարևոր չէ, ինքը իր բանի օգնական է, թե ուղղակի քսերոքսը անում է, այդ իրավաբանական փաստաթղթերը, ինքը արդեն առնչվում է, ինքը գիտի դա իրենն է, թե ոչ։ Եվ եթե ինքը այդտեղ է մնում, արդեն երկրորդ կուրսում այդտեղ աշխատում, ինչ որ փորձառություն է, աշխատավարձ ստանում այդ ոլորտում, դու արդեն գիտես, որ մեծ հավանականությամբ 4-րդ կուրսի ավարտեցին ինքը արդեն իրավաբանության ոլորտում աշխատելու։ Բայց եթե դա չես գնահատում, դու երբեք չես կարող օբյեկտիվ գնահատես, թե քո կրթական ծրագիրը ինչ արդյունավետություն ունի։ Դու հետաքրքրություն ունես, չես կարողանում այդ ուսանողի ամրապնդես այդ ոլորտում։ Ես ճիշտ ասած մինչև ես բացեցի Պանդորայի աղջիկը, ես մինչև հիմա իրեն որ հիշում եմ շատ հակասական բաներ եմ ունենում, որովհետև ինքը ես մինչև մը չեմ հասկանում, էլի ոնց կարա 70 տարեկան մարդը, որը ամեն ինչ ունես կյանքում, ունի ակադեմիկոսի կոչում, ունի միլիարդ փող, չգիտեմ ինչ, ամենահարուստ համալսարանականն է համալսարանում եւ այլն, ասենք հյուր սերվիսն է իրան է, Էվոկաբանկում բաժնետեր է, ես չգիտեմ։ Ու ես ես վերջերս տեսա այդ կադրերը, որ Նիկոլ Փաշինյանը այցելել էր բան ԵՊՀ, ինքը հավատարիմ չգիտեմ շուն ասեմ ոչ վիրավորական իմաստով էլի ծառայեց ԿՊ-ին ինչ որ ասում էր Արայիկը ինքը բառացի տառացի այդ նույնը անում էր իրեն նստացրել են 7-րդ շարքում այդ ասենք բանում ինքը ասենց 7-րդ շարքից նստած լսում էր Նիկոլ Փաշինյանին բայց այն դեպքում երբ որ ինքը հավատարմորեն ծառայել է Նիկոլ Փաշինյանին ինչ որ ասել են իրեն արել կենթանի նախկին ռեկտորն է համալսարանի չմոռանանք ինքը միակ կենթանի նախկին ռեկտորն է համալսարանի չէ Արաքելյան Նորիկը կա հա Արաքելյան Նորիկն էլ կա ես մոռացել եմ իրանը բայց իրան ջնջել են ցուցակներից ինքը ցած ինքը շատ կարճ է եղել ռեկտորը մեկ կես տարի մոտավորապես մենք իր հետ հարցազրույց ենք արել բայց բաս այդ բանս ու այդ ես որ ինչեմ հիշում որտեղ ընդելեմ Արաքելյան Նորիկն է եղել ռեկտոր ու դա արժանապատվություն հաշվեն այսինքն դու դուրս ես գալի քո 100 տարվա ընկերոջ դեմ դու չգիտեմ բան ես անում ծառայում ես եւ այլն բան այդ ինչի համար ասենք որ մի տարի լինես ԺՊ կամ չգիտեմ քեզ շանս տան հետո խափեն գցեն չթողան որ դու ռեկտոր դառնաս եւ այլն ու հետո քեզ վերաբերվեն այտենց ասենք տանեն 7-րդ շարքում նստոսն մի մարդու գիտեմ որ այսօր կուզենար կենթանի նախկին ռեկտոր լիներ կենթանի նախկին ռեկտոր ով դու մայնա վարամ հա բայց ինքը հավակնում է հիմա հավակնում է շատ ուժեղ սենց չգիտեմ կյանքի երազանք դարձրած բլթ մակարն ասել կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարն ես ու երազես ռեկտոր դառնաս
Լավ, հուսանք, որ ոչ բոլոր երազանքները կիրականանան։ Լավ նոտայի վրա ամփոփենք շաբաթը։ Էլ ինչպես միշտ խոսեցինք այդ կարևոր բաներից, բայց ինձ թվում է, որ մենք կարևոր բաներից խոսեցինք։ Շնորհակալություն, որ հետևում եք մեզ, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Խորագիր հաղորդաշարը, ես Գևորգ Էմինտերյանն եմ եւ Ավետիք Քերոփյանը, փորձեցինք ամփոփել անցած շաբաթվա իրադարձությունները։ Ստեսություն։ Ցտեսություն։